Հայաստանը ընտրական շրջանում է, ուրեմն կեղծ թերթերի շապիկներն արդեն քիչ էին։ Հիմա գործի են դրվել ռոք աստղերն ու Netflix-ի դերասանները։ X-ում և TikTok-ում հայտնվել է ավելի քան տասնյակ կեղծված տեսանյութ։ Առաջին փաթեթը դուրս եկավ մարտի 30-ին։ Նույն սցենարը, տարբեր հայտնի դեմքեր, Megadeth-ի Dave Mustaine, Necrogoblicon-ի John Goblikon, Cradle of Filth-ի Danny Field և ուրիշներ։ Պնդումն այն էր, թե նրանք հրաժարվել են ելույթ ունենալ իբր նախատեսվող Երևանի ռոք փառատոնում, երբ իմացել են, որ այն իշխող կուսակցության քարոզարշավի մաս է։ Փոքր խնդիր, նման փառատոնի գոյության ապացույց չկա։ Ավելի մեծ խնդիր, տեսանյութերը մոնտաժված էին իրական քամեո ողջույններից։ Դրա համար որոշ հոլովակներ սկսվում են «Ջեք, ես եմ» կամ «Hey Chris» բառերով, հետո հանկարծ անցնում են հայկական քաղաքականության, որովհետև իհարկե ծննդյան վճարովի ողջույնը ամենահուսալի աղբյուրն է տարածաշրջանային քաղաքականության մասին։ Սցենարը կրկնում էր նույն կոճակները՝ միլիոնավոր դոլարներ, խաբեություն, դավաճանություն, ցուն, ցեղասպանություն և Հայաստանը Թուրքիային վաճառելու մեղադրանք։ Մարտի 31-ից նույն մեթոդը տեղափոխվեց հոլիվուդյան դերասանների վրա։ Մեր առյալ կեղծ Stranger Things տեսանյութերը, Ամերիկայի հայկական թանգարանի համար $1 միլիոն հանգանակության և կառավարության օգտին չքվեարկելու կոչերի մասին։ Նման արշավ չի հայտնաբերվել։ Մեթոդը մատրյոշկա է, անանուն հաշիվ